եւ Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը եւ ժողովուրդը գտնվում են ուրիշ հարթության մեջ։ Իրանք ուրիշ կինոյի մեջ են, մենք ուրիշ պատմության մեջ ենք։ Իրանք բառից բուն իմաստով այդ բացակայությունը եւ նաեւ հնչող հայտարարությունները, որոնք adekvat չեն, գիտեք ինչի՞ց է։ Իրանք ուրիշ կինոյի մեջ են։ Իրանք ուրիշ կինոյի մեջ են։ Այդ կինոն ավարտվել է վաղուց, բայց իրանք շարունակում են այն որ վերջում գնում է բան, չէ, այն որ վերջում գրում է բան վերջ, հետո այդ նկարահանումներից դրվագներ են, չէ, ցույց տալիս, որ ասում են հետաքրքիր կտորներ նկարահանումներ։ Հիմա իրանք այդ բանի հետ այդ նկար, հիմա ես այսօր բան եմ անում, կարդում եմ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի հայտարարությունները, ասենք այդ կինոյի վերջի հետաքրքիր դրվագներ նկարահանման ընթացքից, կադրեր, որ դուրս են մնացել կինոյից։ Կինոն ավարտվել է, իրանք շարունակում են այդ կինոն ավարտվել է, այդ բանից խոտանված կադրերը հանում են հետևից կպցնում, խոտանված կադրերը հանում են հետևից կպցնում, ու այդ կինոյի սցենարը նրա մասին է, որ Հայաստանը կործանվում է, որովհետև իրենք իրանց բանով, իրանք սոցիալ հոգեբանությամբ, իրանց գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է։ Երբ որ Հայաստանը չի կործանվում, իրանք չեն կարողանում այդ Հայաստանի հետ հարաբերվել, որովհետև իրանց կուլտուրան կործանվող Հայաստանի հետ հարաբերվելն է։ Եվ իրանք դա ինքնապահպանության բնազդն է, որպես իրանք լինեն, պետք է լինի Հայաստանի կործանման սցենարը։ Երբ որ չկա Հայաստանի կործանման սցենարը, տեսեք, հիմա ինչ է տեղի ունեմ, ես ներողություն եմ խնդրում, շատ ճիշտ դիտարկում էր արել, պարոն Ռուբինյան նոր բանից տենց պարապությունից սոցիալական ցանցի էջը, ինչի ընդդիմությունը ինչի է բացակա, որովհետև սենց իրանց բոլոր թեզերը ջարդվել են, սրանից առաջ են ջարդվել, դրա համար է, որովհետև բանը իրանց մոտ այդ վերջին կադրերն էլ է պրծնում, չկա, որ բերենք հետևից կպցնեն և ասեն հետաքրքիր դրվագներ, որովհետև հիմա իրանք գան ինչ հարցնեն, չի կարա տենց անընդհատ խոտանված կադրերով քաղաքականություն վարել, խոտանված կադրերով կինոն շարունակել, որովհետև մարդիկ ձանձրանում են, իսկ այս պատմությունը, այն պատմությունը, որը մենք ենք ներկայացնում, այդ պատմությունը հետաքրքիր է, ինչի, երկու պատճառով, որ ինքը նախ նոր է սկսել և իր մեկնարկի և շարունակության տրամաբանությունը բոլորովին ուրիշ բանի մասին է։ Այս է ամբողջ պատմությունը, այնպես որ մի զարմացեք, որ մարդիկ ասում են, կործանվում է, այս անում են, նայում ես ասում ես լսի, այս ինչի մասին են խոսում։ Հա 20 թվին դրա մասին խոսեին, 21, 22 և այլն և այդ հասկանալի է։ Բայց եթե մի բան կործանվել, այդ կործանվել է իրանց ալգորիթմը Հայաստանի իրանց պատկերացումների ալգորիթմն է կործանվել։ Իսկ այսօր Հայաստանը ծաղկող, զարգացող, ինքնիշխան, անկախ, ինքնուրույն պետությունը։ Ինքնուրույն չի նշանակում, ինքնուրույն նշանակում է, կամ մեկ էլ ասում են, Հայաստանի կառավարությունը շարժում է, ասում է, դե բանը Ադրբեջանն ու Թուրքիան ինչ ասում են, դրանով է առաջնորդվում։ Հայաստանի կառավարությունը ես կուսակցության 7-րդ համաժողովում իմ ելույթում առիթ ունեցա, մանրամասն ցույց տալ, մենք շարժվում ենք մեր ժողովրդի ասածով։ Մենք անում ենք այն, ինչ որ մեր ժողովուրդը ուզում է։ Բառից բուն իմաստով։ Հակառակ դեպքում մենք 2021 թվականին ընտրվելու շանս ոնց կունենայինք։ Շաբաթը 4 անգամ հեղափոխություն էին անում, բայց հեղափոխությունները ինչի չեն հաջողվել։ Հայ առաքելական եկեղեցու բռնազավթածների մասին ենք խոսում։ Ես էլ ասում եմ, մեկը հարց չի տալիս։ Իբր Կտրիչ Ներսյանը իր անունը դրել է ամենայն հայոց կաթողիկոս։ Ժամանակը, այդ քարեր հավաքելու ժամանակն էլ մեր սերունդի վրա անգավ, նենց չի, որ մենք դրա համար երջանիկ ենք, նենց չի, որ մենք դա էինք ուզում,
Եկա կարեցիք ժողովուրդն էլ դա հասկանում է, իզուր երևի չգիտեմ արդեն որորդ անգամ այս ամեն ինչը ասում եմ, մենակ մի բան կարամ ասեմ, չի ստացվելու էդի, չենք թողնելու։ Ես անձամբ այս մարդիկ ստեղ նստած մենք չենք թողնելու, որ Հայաստանը իր անկախությունը կորցնի։ Հայաստանը ունենալու է իր հստակ սահմանները։ Հայաստանը լինելու է հավերժ, Հայաստանի ժողովուրդը ընտրություն է կատարելու։ Հայաստանի ժողովուրդն է ընտրելու, թե որ իշխանությունը դու չէ, Արտուր Խաչատրյան, Վինի Պուխը չէ, Քոչարյան Ռոբերտը չէ, Սերժը չէ, այն մնացածը չէ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է ընտրություն կատարելու։ Կընտրի ուրիշ մարդու, կգա ուրիշ մարդ կղեկավարի, հետո չի ուզենա այդ ուրիշ մարդուն կփոխի։ Այդ մենք ենք բերել, որ դուք այսօր ստեղ եք հայտնվել, արտահերթ ընտրություններից եք խոսում։ Դուք սնանկ եք, մեր չկատարած բաներից եք խոսում։ Դուք սնանկ եք, ոչ ասելիք ունեք, ոչ դեմք ունեք, դուք դեմք չունեք, որով կարող եք հանդես գալ։ Իրար մեջ խոսում եք, ասում եք, դե լավ, դու մի երևա քեզ չեն սիրում։ Այս անգամ դու մի արա, արի պարկեշտ մեկին գտնենք, բերենք եւ այդ պարկեշտ մարդու միջոցով հանդես գամ։ Ընդունում եք, որ դուք պարկեշտ չեք։ Ընդունում եք, որ դուք չկաք, թե որպես քաղաքական գործիչ, թե որպես ՀՀ քաղաքացի։ Սնանկ եք, եկել եք արտահերթ ընտրություններից եք խոսում։ Այդքան մանդատները դրեք, դուք կարաք մանդատ դնեք, իրար մեջ պաշտոնի համար այնքան կգզրտվեք, բանա, աղմուկը, բան, միջև եսիմուր կհասնի։ Մանդատ դրեք, արտահերթ ընտրությունների, կարանք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների, հաղթենք բերենք, ուղղակի այս ժողովրդից մենք պարտավորություն ենք ստանձնել։ Խաչ ենք վերսե, տանում ենք, առաքելություն ունենք, չէ մի չէ, դաշնակցականներ, այո, որ չեն գալիս դաշնակցականները այդպես բաներ խոսում, որ չեն գալիս, մի հատ ձեր անցած պատմությունը նայեք, էլի, մի հատ ձեր արածները նայեք, եկել են Արծվիկ Մինասյանը եկել է այստեղ ասում է, գժվելու բան է, եկել ասում է, եկեղեցին, որը կանգնած է քաղաքական process-ի ակունքներում, ցնդվելու բան է։ Եկեղեցին ո՞նց պետք է կանգնած լինի քաղաքական process-ների ակունքներում։ Գնացեք կուսակցություն գրանցեք, դոգի կուսակցությունը կա, թող մի հատ է ձեր կուսակցությունը լինի, իրար հետ մրցեք հաջորդ ընտրություններին։ Աստված մի արած է, հանկարծ չմտածեք, որ ես որևիցե բան ունեմ մեր հավատքի, մեր առաքելական եկեղեցու դեմ, ոչ, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, եւ հայ առաքելական եկեղեցին լի է պարկեշտ մարդկանցով, աստծոհավատ մարդկանցով, բայց այն ինչ որ դուք անում եք, գնում եք մտնում ես եկեղեցի, մի վեդրո ջուր են լցնում, մոմի տակ, որ հանգարցակի այդ մոմի այսքանը մնա, որ հալածնեն նորից մոմ սարքեն, վաճառեն։ Տնտեսական հիմնար կա դարել։ Տնտեսական հիմնար կա, մեծ գերշահույթ հետապնդող բան, գիտեք մոմի շահույթը ինչքան է, ասենք 100-ապատիկ շահույթով։ Եկել են մենք հիմա լավ էլի, մարդկանց ժողովրդին գժի տեղ մի դրեք, էշի տեղ մի դրեք, էլի։ Մարդիկ այնքան խելացի, ամեն ինչից տեղյակ են։ Հույզերի վրա էլ խաղացիք, եռաբլուրի հույզի